Փետրվարի 26-ին Ռուս-հայկական համալսարանում կայացավ հայերեն աղոթքի լեզու խորագրով հանդիսավոր միջոցառումը, նվիրված մայրենի լեզվի օրվան։ Տոնական մթնոլորտով լի այս օրը մեկտեղել էր դասախոսներին, ուսանողներին, դպրոցականներին ու բազմաթիվ հյուրերին, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Վերարժևորել հայոց լեզուն որպես մեր ազգային ինքնության ամուր հենասյուն, դարավոր մշակույթի կրող եւ հոգեվոր ժառանգության անքակտելի մաս։ Միջոցառումը կազմակերպվել էր համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի նախաձեռնությամբ։ Դահլիճում տիրում էր առանձնահատուկ ոգևորություն։ Ներկա էր նաեւ համալսարանի ռեկտորը, որին ներկայությունն ու աջակցությունը եւս մեկ անգամ ընդգծեցին մայրենի լեզվի պահպանման եւ զարգացման կարեւորությունը բուհական կրթական միջավայրում։ Ամրանն աղբյուր է, ձմռանը հուր է, մորտակ համբույր է մայրենի լեզուն, քաղցրորոր երգ է, մայրական ձերք է ու հզոր զենք է մայրենի լեզուն։ Կապույտ Սևանն է, նոր Երևանն է, ողջ Հայաստանն է մայրենի լեզուն, ուղեցույց ջահ է, հավերժ անմահ է մայրենի լեզուն։ Գիտեիք, որ մի առիթով բանաստեղծ Ջորջ Բայրոնն ասել է. եթե ուզում ես հպարտանալ, հպարտացիր իտալերենով, ուզում ես հրամայել, հրամայիր գերմաներենով, եթե ուզում ես սեր խոստովանել, խոստովանիր ֆրանսերենով, ուզում ես արևելքը զգալ, խոսիր պարսկերեն, իսկ եթե ուզում ես աղոթել, աղոթիր միայն հայերենով։ Հայերենը Աստծո հետ խոսելու միակ լեզուն է։ Հանդիսության առանցքում առաջին կուրսի ուսանողներն էին, թեպետ նրանցից շատերը դեռ միայն այս սեպտեմբերին են սկսել իրենց առաջին քայլերն անել հայերենի խորհրդավոր աշխարհում, սակայն նրանց ելույթները լի էին անկեղծությամբ, հուզականությամբ եւ խորին հարգանքով լեզվի հանդեպ։ Ինձ համար շատ հետաքրքիր ու հարուստ լեզու, իրավ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես իրան ասին, բայց որ քո լեզու չունես, էլի ինչ հույս ես քո մասիսին։ Երկիր, որտեղ քարերը լուր պատմում են զարմանալի պատմություններ, երկիր, ուր պաշտպանված ես քեզ զգում, եւ վերջապես երկիր, որն ունի հազարագանց լեզու։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր սովորում եմ Հայաստանում եւ սովորում եմ իմ մայրենի լեզուն։ Զգում եմ ինձ լիարժեք հայ։ Քաղցրորոր երգ է մայրական, ձերք է ու հզոր զենք է մայրենի լեզուն։ Հնչեցին գրական, գեղարվեստական կատարումներ, ասմունք, մտորումներ հայոց լեզվի նշանակության եւ պահպանման անհրաժեշտության մասին։ Երբևէ մտածել եք, թե ինչու ենք լեզուն կոչվում մայրենի։ Պատճառն այն է, որ լեզուն նույնքան հարազատ է, որքան մայրը։ Ուրեմն մենք պիտի վերաբերվենք նրան մոր նման սիրով եւ խնամքով։ Հայոց լեզուն արժանի է սիրո եւ գոռովանքի, արժանապատվորեն սիրելու եւ սովորելու այն։ Հիմա ուզում եմ պատասխանել այն հարցին, թե ինչու է տոնն այդքան կարևոր մեր սիրելի մայրենիի համար։ Ինչ խնդիր ունենք մենք։ Մեր լեզուն այսօր կարիք ունի խնամքի, ուշադրության, պաշտպանման եւ պահպանման, եւ դա ոչ թե օտարից, այլև ինքներս մեզնից։ Պետք է գնահատենք, արժևորենք մեր բացառիկ գեղեցիկ հարուստ ճուճուն լեզուն, եւ դա անենք ճիշտ, անսխալ գրելով, կարդալով, խոսելով։ Քեզանով է պայթել հունդը մեր գոյության, քեզանով ենք դարձել տուն ու երկիր, շառաչել ես դու հին հողում Արարատյան, մինչև հնչյունը քո դարձել է գիր, դու ոգին ես եղել մեր եղեգան փողի, ոգու կանչն ես եղել մեր պայքարով, կարող էինք ապրել անգամ առանց հողի, բայց առանց քեզ ապրել չէինք կարող, հինավուրց ու նորոք դու իմ հայոց լեզու, դու ավելի փարթամ պիտի ծաղկես, երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում, էլ կարող ենք ապրել մենք առանց քեզ։ Անասնահատուկ ջերմություն առաջացրեց այն հանգամանքը, որ ուսանողները ոչ միայն խոսում էին հայերեն, այլև փորձում էին երգել հայերեն, իրենց ձայնով ու սրտով փոխանցելով լեզվի մեղեդայնությունն ու հոգևոր ուժը։ Որ սերտարի, կարճասիր ասեր, ու երգեք ուսեր, իմ որդին կուզեր, բազեմ որ եկավ, որ դիսմեր էսավ, ռազմի երկերի ձայնով, որ տեսկեն էցավ։
Հանդիսությանը մասնակցեցին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի Վերնատուն գրական մշակութային խմբակի ուսանողները, որոնք իրենց գեղարվեստական կատարումներով հարստացրին միջոցառման մշակութային ներկաբնակը, ստեղծելով իսկական տոն, լեզվի և գրականության սիրահարների համար։ Միջոցառումը դարձավ վկայություն այն բանի, որ մայրենի լեզվի հանդեպ սերն ու պատասխանատվությունը ձևավորում են հենց կրթական միջավայրում, գիտելիքի, մշակույթի և ստեղծագործական նախաձեռնությունների ներդաշնակ համադրությամբ։ Այդ օրը հայերենը հնչում էր ոչ միայն որպես հաղորդակցության միջոց, այլև որպես աղոթք, որպես մտածողություն, որպես ստեղծագործություն, և ամենակարևորը, այն հնչում էր երիտասարդ սերնդի շուրթերով, վստահ ու հպարտ։